Միջուկային զենքերի, այսինքն միջուկային պայթյունով զենքի փորձարկում չեն արել Ամերիկան, Ռուսաստանն, Չինաստանը 1992 թվականից ի վեր, այսինքն համաձայնություն կա, չնայած Ամերիկան ռատիֆիկացիա չի արել, բայց ստորագրել է, որ չպետք է անենք, չեն արել։ Ամերիկացիները կարող են չանել իսկապես, որովհետև տեխնոլոգիան այնքան ստեղ զարգացած է, որ իրանք առանց պայթացնելու իրապես զենքը, այսինքն ռումբը, հա, միջուկային պայթյուն ստեղծելու։ Իրանք կարողանում են շատ ճշգրիտ թեստ անել, ստուգել, որ այդ պետք եղած ժամանակ դա կպայթի թե չէ։ Իսկ հրթիռը, որ կթռնի արդյոք թե չէ, այսինքն հրթիռի տանող կրող մարմնի փորձարկությունը անընդհատ լինում է, այդտեղ բան չկա, նորություն չկա, ոչ մի նորություն չկա։ Ճիշտ ասած, Ամերիկայի շահին չի, որ հանգած բոլորը սկսեն միջուկային ռումբեր պայթացնել ստեղ ընդեղ, որտեղ նրանք օրինակ չունեն այդ տեխնոլոգիան, որ Ամերիկան ունի, որ կարողանում է միկրո, այսպես ասած, միջուկային ինչ-որ բաների միջոցով ստանա այն արդյունքը, որ ինքը կարող է ստանա։ Հա, պայթյուն չեմ ուզում գործածեմ այդ բառը, բարձր։ Բայց իրանց կոմպյուտերների մոդելինգների եւ ինչ-որ բաների միջոցով անում են, տարբեր ձևով պետք չէ խոսալ։ Բայց մյուսները չէ, Չինաստանը չէ, օրինակ շատ կուզենար դա։ Ով է անում այսօրվա դրությամբ իսկական պայթյունով ինչ-որ փորձարկումներ, դա Հյուսային Կորեան է, որտեղ դրանց մոտ ուրիշ բանի մասին չխոսանք, հա, նրանք ոչ տեխնոլոգիա ունեն, ոչ էլ, այսինքն իրանք շատ այդ իմաստով նոր են սկսում այս։ Նույնիսկ Չինաստանը չի անում այդպես բաներ այլևս։ Չնայած ինքը շատ ավելի քիչ զենքեր ունի, քան թե Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները։